Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է դերասանուհի Լիլիթը։ Ողջույն Լիլիթ ջան։ Բարև Թամարա ջան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ սկսենք այն հարցից, թե ինչպես կարողացաք ձեռք բերել ձեր մասնագիտությունը։ Բեմը ձեզ ընտրեց, մասնագիտությունը ընտրեց, թե դուք հենց ընտրեցիք մասնագիտությանը։ Իմ սիրած հարցն է, ճիշտն ասած։ Իրականում մայրիկս աշխատում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, նվագախմբում ջութակահարուհի է մայրիկս ու զույգ մորաքույրս։ Ու ոնց որ փոքր ժամանակից միշտ թատրոնում եմ եղել, փորձերին եմ եղել ու չգիտեմ, միշտ իմացել եմ, որ ես պիտի դերասանուհի դառնամ, իրականում երազում եմ երգչուհի, բայց ձայնային տվյալներս այդքան չեն ներում, որ այսինքն եթե պիտի լինեի միջակ ավելավա չլինեի ու հասկացա, որ դերասանուհի պիտի դառնամ, դա չէր քննարկվում ինձ համար, բայց քննարկվում էր տանը։ Շատ լուրջ թեմա էր, պապան դեմ էր, հնարավոր չէր, ինձ ուղարկում էին պարապելու մաթեմատիկա, չգիտեմ, լեզուներ, բայց ես հետո պապիկիս վերցրեցի, պապիկս պետական համալսարանի մաթեմատիկայի դասախոս էր ու իր մոտ էի պարապում ու մի օր եմ որ պարապումից հետո ասում եմ չեմ ուզում ես ուզում եմ դերասանուհի դառնամ ջղայնացավ ասաց արի պապիկիս հետ գնացինք թատերական իմացանք ու մոտ է պետք պարապել իմացա որ դեռ ժամանակ ունեմ որովհետև ընդհանրապես գաղափար չունեի ոնց պիտի պարապեմ ու հասնեմ Փառք Աստծո ընդունվեցի Տիգրան Գևորգյանի արվեստանոց, որից հետո 1 տարի իր մոտ սովորելուց հետո փոխեցի կուրսս Արմեն Մազմանյանի արվեստանոցն եմ ավարտել, որից հետո Նարեկ Դուրյանի արվեստանոցում մագիստրատուրա եմ ավարտել նույնպես, այսինքն 6-7 տարի սովորել եմ ինստիտուտում, եղել եմ ինստիտուտում, ես ոչ մի վայրկյան չեմ փոշմանում իմ ընտրած մասնագիտության համար, որովհետև ես չգիտեմ մի ուրիշ սեր է հանդեպ այս գործին ու եղել է կյանքում հատվածներ, ժամանակաշրջաններ, որ չեմ ունեցել նկարահանումներ, ներկայացումներ, ուղղակի ասենց չգիտեմ, պանիկա, միշտ փորձել եմ, որ դաժե կողքից ասել են փորձի ուրիշ բան անես, կարող է ստացվի, կարող է ինչ-որ, փորձել եմ սենց ձեռքի հետ, բայց հասկացել եմ, որ եթե հանձնվեմ, ուրեմն պիտի հանձնվեմ ու չեմ հանձնվել, այն որ անընդհատ ցած կարճելով, հիասթափվելով, անգամ վատ բաներ լսելով, այսինքն դե որ տենց է չես կարող, եթե դրա դիմաց ոչինչ չես տալիս, չես կարող, շատ են եղել այսպիսի բաներ, բայց Փառք Աստծո, չգիտեմ, որ բացվեց ինչ-որ մի պահ ու անընդհատ նկարվել եմ 2013 թվականից անընդհատ եղել եմ այս ամեն ինչի մեջ, ուղղակի միշտ ինչ-որ փոքր կերպարներ ա եղել, մտնել դուրս գալ ա եղել սերիալներում ու հիմնական կերպար որպես այդպիսին 2023 թվականին Ռոզալի ֆիլմում էր, որ ստացա առաջարկ Դավիթ Բաբախանյանից եւ դրանից հետո արդեն հիմա եղավ Վերջին զանգը սերիալը, որը ավելի համեմատած մեծ դեր է ու ավելի հիշվող Գիտենք, որ ընդհանրապես դերասանական կարիերան ինքը բարդ է եւ կան շատ պահանջներ, որը նաեւ վերաբերվում է մարդու արտաքին պահանջներին։ Ընդհանրապես ինչպես է եղել քո ուղին, արդյոք բախվել ես այդ խնդիրներին։ Միշտ եմ բախվում այդ խնդրին, անգամ եղավ դեպք մի պրոդյուսեր ինձ ասաց ափսոս ֆիգուրատ այդքան լավը չի որ կարճիվ կհագցնեմ քցեմ էֆիր, որ քցեմ էֆիր բառից արդեն ինձ պարզ էր, որ հաջողություն։ Իրական խնդիրը կա, ես երբեք չեմ, ասենք, դրա վրա աչք փակում, բայց այսօր աշխարհում կա տենդենց body positive plus size մոդելները ավելի ակտուալ են ու ես ինքս փորձում եմ ճիշտ ասած Հայաստանում այդ թեմայի շուրջ խոսել, բարձրաձայնել, անգամ շարք էի անում հենց body positive-ի մասին ու կարծում եմ, որ ես իրավունք ունեմ այդ մասին խոսելու, որովհետև միշտ բոլոր կերպարներս, այսինքն ինքը հենց կոնկրետ տենց թմբլիկ աղջիկների մասին է իմ կերպարները ու անգամ եթե չգիտեմ նկատած կլինեք նույն սերիալում շատ հաճախ են այդ մասին հումորներ հնչում ինչը ինձ համար նորմալ է որ այդ մասին խոսվի ու բարձրաձայնվի որովհետև պարտադիր չի որ բոլորը լինեն ստանդարտ նույն չափերի բոլորը գեղեցիկ են յուրովի ու այդ պետքա հասկանալ, ընդունել, սիրել ինքդ քեզ իրականում երբ որ կա խնդիր
պետք է փորձել շտկել, եթե դու զգում ես, որ դա իրոք խնդիր է, դա լուրջ է, դա խանգարում է։ Ես չեմ, այսինքն նրա մասին չի, որ չէ, տենց լավ է, տենց մնա, բայց նախ եւ առաջ պիտի մի հատ փորձենք սիրենք, ընդունենք մեզնից ոնց որ կանք, ու այդ մենակ ինձ չի վերաբերվում։ Ես այս մասին անդադ խոսում եմ, որովհետեւ գիտեմ, որ կա խնդիր երիտասարդ աղջիկների մոտ։ Ու չգիտեմ, ինձ համար այդ body positive-ով ոնց որ պրոպագանդա անելը կարևոր է շատ։ Պլյուս դրան ես նաև արդեն 2 տարի եմ մասնակցում եմ Երևան Fashion Week-ին որպես plus size մոդել, այսինքն ես ընդ տարբեր ասպեկտներով կարծում եմ, որ իրավունք ունեմ այդ մասին խոսելու ու ասելու, որ սիրեք ձեզ այնպեսին ինչպեսին կաք, դժվար եմ հասել այդտեղ, շատ դժվար եմ հասել այդ հասկացողությանը, որ պիտի ինձ ընդունեմ կան բաներ դեռ որոնց հետ չեմ հարմարվում, կան շատ կոմպլեքսներ, որ ոչ մեկ չի տեսնում, դա միայն իմն է, բայց արդեն հասել եմ այդտեղ, որ հա ինչ, սենց եմ։ Իսկ ինչից կամ ինչից հետո որոշեցիր, որ պետք է ընդունես քեզ այնպեսին ինչպեսին կաս ու չհամապատասխանես այն ստանդարտների, կարելի ասել արգղին, որը մեզ շատ հաճախ ներկայացնում են։ Իրականում միշտ եմ լսել, որ չէ, պիտի նիհարես եւ այլն, բայց մի անգամ իմ բեմական խոսքի դասախոսը, իմ Արմինե Անդրեասյանը, ինձ կանչեց նստեց ու երկար խոսեցինք, երկրորդ կուրս է երևի, երկար խոսեցինք ու ինքը ինձ ուղղակի ասաց, որ դու այնքան լավն ես, դու այնքան սիրուն ես, որ դու вообще կարիք չունես ինչ-որ բաների, էլի չէի հասկանում, էլի ես, ասենք, ունենում էի էտյուդ, որ պիտի ցույց տայի կուրսում, բոլորը ցույց էին տալիս, ես հենց նստում էի, որովհետև ես ամաչում էի, որ ինձ կնայեն, փողոցում քայլում էի, սպասում էի հետևի մարդիկ գնան, նոր ես քայլամ, շատ լուրջ կոմպլեքսներ ա եղել, հետո մի պահ եկավ, հասկացա, որ ես փորձել եմ տարբեր դիետաներ, փորձել եմ մարզվել տարիներով, հա, օգնում է, նիհարում եմ, հետո էլի լցվում եմ, հետո էլի ցած խառը, բայց մի պահ հասկացա, որ ես քաղցրից չեմ կարող ինձ զրկել, դա անհնար է, ու հետո երբ որ սկսվեց այդ պրոպագանդան արդեն ես տեսա, որ բայց ով ասել, որ մենակ նիհարն է սիրուն, շատ կան տենց ֆորմաներով աղջիկներ, որ շատ սիրուն են, ու հասկացա, որ ուղղակի պետքա գոնե ցույց չտալ, որ դու կոմպլեքսավորված ես, ու հիմա արդեն կամաց սկսեցի նաև սիրել ինձ։ Նաև երբ որ խոսում ես սիրելու մասին, քեզ հաճախ ուղղում են հարցեր քո անձնական կյանքի վերաբերյալ եւ հիմնականում որոնց պատասխանում ես դու ավելի շատ այնպես, որ ինչ որ մի բանից հիասթափված ես, այսինքն ինչ է եղել քո կյանքում, միշտ հարցնում եմ, որ դու այդ ամենից հետո հիասթափվել ես ու կարծես քո համար սիրել հասկացությունը էլ չի կարող լինի։ Չէ, չկա նման բան, չի կարող սիրել հասկացողությունը իմ կյանքից վերանա, անգամ ընկերուհիներիցս մեկը ինձ ասում է դու սեր մարդ ես, դու պրոստը դու պետք է միշտ սիրես, սիրո մեջ լինես։ Կարծում եմ ցանկացած մարդու, ցանկացած աղջկա մասնավորապես, որովհետև դե մենք շատ էմոցիոնալ ենք կյանքում, լինում է ինչ-որ մի հատ այնց մեծ հիասթափություն, իրականում իմ կյանքում այդ հիասթափությունը մի հոգի է ու հիասթափություն չի, ուղղակի, չգիտեմ, չստացվեց, չի ստացվում, չգիտեմ ինչի է այդպես, որովհետև թվում է թե ամեն ինչ իդեալական է ու մեկ էլ մի պահ լրիվ քանդվում է, հետո նորից փորձում ես հավաքել այդ ոնց որ սանց փշրված սիրտդ հավաքում ես ու նորից այդ մարդը գալիս անցնում է այդ սրտիդ կողքով ավելի է փշրում հետո նորից հավաքում ես չգիտեմ ինձ մոտ հավանաբար իմ մեջ է խնդիրը որ ես չեմ կարողանում թողնել այդպես ու անցնել առաջ միշտ փորձում եմ նորից հետ հավաքել այդ ամեն ինչը չգիտեմ հուսանք կթողնեք կանցնեք առաջ տեսնենք հուսանք Եվ անցնենք հիմնականում նորից դերասանական կարիերային, ինչպես նշեցիք 2023 թվականի Ռոզալի ֆիլմից առաջարկություն ստացաք եւ կպատմես քո ընդհանրապես տրամադրությունը, ինչպես ընդունեցիր այդ առաջարկը, ինչ էր դա քեզ համար։ Ճիշտն ասած, քանի որ շատ ա եղել մինչև այդ, որ գնացել եմ տարբեր կաստինգների եւ այլն, անգամ հաստատել են տարբեր կերպարների վրա ու հետո ուղղակի չեն զանգել, չէի հավատում, որովհետեւ Երբ որ ստանում ես առաջարկ շարմից, իսկ Հայաստանում բոլորս գիտենք, որ շարմն է, ու զանգում են ասում են
ուղղակի ռեժիսորը ուզում է քեզ տեսնի, այսինքն արդեն ինքը առանց հատուկ կաստինգի քեզ հաստատել է դերի վրա, ու իմանում ես, որ ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, ուզում է քեզ տեսնի։ Ես գնալուց ուղղակի եղել եմ միացած էյֆորիայի մեջ, ու իրական չէի հավատում։ Ես մտածում էի, դե լավ կգնամ, էլի չի լինի, որովհետև լինել գեղարվեստական ֆիլմում մտնել առանց կաստինգի նման թիմի հետ աշխատել ու լինի դա, չգիտեմ, երկրորդ գլխավոր դեր միանգամից, այն դեպքում, երբ որ անդադ պարբերաբար շատ ու շատ լուրջ մարդկանցից լսել եմ, որ ոչինչի դիմաց երբեք չես ստանա նորմալ դեր, ցավոք սրտի կա այդպիսի խնդիր, չեմ ասում, որ քավլիցի, որ բոլորն են այդպես, բայց կա այդ խնդիրը այս սֆերայում, ու եւ գնալուց եւ արդեն խոսելուց, որ ես գիտեմ, որ հաստատել են ինձ, բայց չեմ ասել ոչ մեկին, միայն երևի ընտանիքիս անդամներն են իմացել, որտեվ ես վստահ եմ, որ չի լինելու, որովհետեւ իմ մոտ իմ կյանքում ինչ որ միշտ տենց է, հասնում եմ մի կետի ու ստոպ է լինում, չգիտեմ այդ ինչից է, բայց փառք Աստծո եղավ, ես շատ եմ սիրում այդ ֆիլմը, ես շատ եմ, ինձ համար դա մի հատ մեծ փորձաշրջան էր աշխատել նման մարդկանց հետ, նման թիմի հետ, ու դրանից հետո եւս նկարահանվում եմ Շարմի տարբեր ֆիլմերում, փոքր էպիզոդներով արդեն, բայց շարունակվում է մեր համագործակցությունը, ինչից շատ ուրախ եմ, ու շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի ընթացքում ավելի շատ ունեմ գեղարվեստական ֆիլմեր, քան սերիալներ, չնայած սերիալներ էլ հասանց մտնում դուրս եմ գալիս, չեմ թերագնահատում սերիալը, բայց գեղարվեստական ֆիլմում աշխատել այդ մի հատ լրիվ ուրիշ հաճույք է։ Նաև դու նկարահանվել ես քաղաքում եւ երբ որ կարճ տեսահոլովակ էիր գցել քո Instagram, բոլորը զարմանում էին, որ դա դու ես, ինչպես ես մուտք գործել քաղաքում եւ ինչ հիշողություններ ունես հենց քաղաքումի հետ։ Դա իմ առաջին սերիալն է եղել 2013 թվականին, ես դեռ 3-րդ կուրսի ուսանողուհի էի եւ մեզ չէին թույլատրում նկարահանվել մինչեւ 4-րդ կուրս, բայց ընկերուհիս Քրիստինա Եղոյանը, իմ մտերիմ ընկերուհին է, ու ինքը նկարահանվում էր այդ ժամանակ, ու ոնց որ լսել էր, որ տենց մի հատ կերպար է պետք ուղակի աղջիկ, ինձ էր առաջարկել։ Նույն ձև կանչեցին ինձ ուղակի, որ ռեժիսորը եւ սցենարիստը ինձ տեսնեն, ու տենց գնացի, սենց մասերս էլի սենց ուճ կոբլուկներով սենց գնացել եմ, որ սենց նայում, ասում են, բայց դու բանակում պիտի լինես, զինվոր։ Մի խոսքով ընտրեցին, իհարկե հիմա նայում եմ շատ հաճելի հիշողությունները Արտյոմի Կարապետյան հետ շատ ջերմ հարաբերություններ ա եղել են ժամանակ, շատ սենց ընկերական, ինքին շատ օգնել է, թիմը նույնպես շատ լավն էր, հետո դե առաջին պրոյեկտն է որպես այդպիսին ու մասշտաբային պրոյեկտ էր ինքը համ բանակումը, համ քաղաքում ու բոլորն էին նայում այն ժամանակ ու չգիտեմ շատ ջերմ հիշողություններ ա, չնայած հիմա նայելիս ասում եմ, վայ, ես ինչ եմ արել, սենց ես ասենք խեմ սենց խաղացել, ոչ ոք չի ասել, այս ինչ ես անում, կա պահեր, որ ինչ-որ շատ գրոտես կա, բայց դա էլ գալիս է թատերական կրթությունից իրականում, հիմա անգամ վերջի զանգում ես մեկ-մեկ զգում եմ, որ մի քիչ չափանցնում եմ այդ շարժումների բաների, որովհետև բեմը լրիվ ուրիշ բան է թելադրում, այսինքն մի քիչ շատ պիտի լինես բեմում, կամերան մաքսիմալ պիտի քիչ լինես, ու երբ որ դու այն շատին ես սովոր, դժվար է քչացնելը։ Նաև խոսեցիր վերջին զանգի մասին, այսօր բոլորն են դիտում վերջին զանգը եւ այո, ինչպես ստացար վերջին զանգի առաջարկը եւ ինչ է քեզ համար այս նկարահանումների գործընթացը։ Վայ, ուղղակի սենց երազանք է, որ ես եթե տեսնում եմ նկարահանում չունեմ հաջորդը, սենց տխուր նստում, որովհետեւ շատ եմ սիրում իմ գործը, շատ եմ սիրում նկարվել, վերջին զանգի առաջարկը ստացել եմ նույնպես ընկերուհուցս Արմինեն Բոյաջյան, մեր սցենարիստներից մեկն է, ունենք 2 սցենարիստ, որից մեկը Արմինեն է, իմ շատ լավ ընկերուհին է ու ուղղակի այդպիսի կերպար պիտի լիներ, Արմինեն Ձյաննա Գրիգորյանի հետ միասին զանգեցին, առաջարկեցին, որ այսպիսի կերպար է մտնում, ավելի ճիշտ մի հատ ուրիշ կերպարի համար ինձ ոնց որ առաջարկեցին, հետո Ձյաննան առաջարկել է, որ չէ, շատ ակտիվ ու տեմպերամենտնի է այդ հանգիստ կերպարի համար ու ավելացավ Յանայի կերպարը, Յանայիս կերպարը, շատ եմ սիրում իրան, որովհետև մենք
ես ինձ շատ եմ նմանացնում, շատ ու այդ պոզիտիվությունը, որ ունի ինքը, ես միշտ փորձում եմ ես էլ կյանքում այդպեսին լինել։ Նաև շատ հետևորդներ, երբ որ տեսնում են, որ օրինակ ֆիլմերում, սերիալներում որևէ զույգ իրար հետ է, միշտ նաև ցանկանում են իրականում տեսնել այդ զույգին, ինչպես ես կարողանում չբախվել տարբեր նման օրինակ դեպքերին, որովհետև այսօր համացանցում շատ տարածված են հենց ձեր տեսանյութերը։ Անկեղծ ասած, ես չեմ հանդիպում մեր տեսանյութերը, ես անգամ փնտրում եմ, ասում լավ, միթե ոչ մեկ չի սարքում վիդեոներ, ինձ քիչ են նշում իրականում, որ ես չեմ տեսնում, բայց այնքան են ասում, ամբողջ օրը քո վիդեոներն է, որ օքեյ, իսկ այդ պահով բախտս երևի բերել է, որ եւ Լևոնը եւ Ռաֆոն ամուսնացած են։ Մարդիկ երբ որ իմանում են, որ այդ մարդիկ ամուսնացած են, ոնց որ քեզ հանգիստ են թողնում։ Բացի այդ, ես միշտ ընդ բոլոր այդ հարց պատասխանների ժամանակ էլ նշում եմ, որ ես մեծ ճոճա եմ։ Ինձ հանգիստ թողեք։ Իրականում երեխեքը թիմի մեր դերասանները տարիքով ավելի փոքր են։ Երիտասարդների մեջ մեծը ես եմ։ Այսինքն տենց տարիքային տարբերությունն էլ բավականին շատ է, ես հիմա 32 տարեկան եմ, իրանք 25-27 տենց։ Նաև ձեր ոճն է առանձնահատուկ, դուք միշտ վառ կերպարներով եք հանդես գալիս եւ մարդիկ միշտ հետաքրքրվում են ձեր լուքերով, դուք շատ հաճախ նաև կիսվում եք Instagram-ում, ընդհանրապես ձեր ոճային փոփոխությունները ինչպես է եղել, դուք միշտ այսպեսին եք եղել, թե օրինակ ընթացքային փոփոխություններ են ձեր վրա եկել ըստ կյանքի տարբեր փուլերի։ Թամարա ջան, ընտիր հարցը, այս հարցը ես չգիտեմ, ես ունեմ իմ ոճը, ես սիրում եմ ինձ սենց, ես սիրում եմ, որ միշտ ինձ վրա պիտի միշտ փայլի, միշտ ինձ աբադոկներով լինեմ, եթե ես դուրս եմ գալիս տանից ու ինչ-որ մոռացել եմ զարդ դնեմ, ուր էլ որ գնամ, հետ եմ գնում, դա չգիտեմ, ու շատ են անդրադառնում ու հիմնական վատով, որովհետև հա ասում են այդ ինչա ռաբիս փայլուն աբադոկներով, չգիտեմ, բայց ես այնքան շատ եմ տեսնում հանդիպում այդ կոմենտները, երբեմն դաժե պատասխանում եմ, որովհետև բայց ձեզ ով է ասել, որ դուք տենց վերջին ոճաբանն եք ու դուք պիտի ճաշակ թելադրեք։ Ես երբեք չեմ կարողանում տեղավորվել այդ ստանդարտների մեջ ոչ մի հարցում ու ինձ համար անհասկանալի է, որ մարդը ինձ համար շատ սիրուն է, այն որ միատոն, նեյտրալ, շատ սիրուն է, բայց ես երբեք տենց չեմ կարող հագնվել, եթե ինձ վրա չլինի ինչ-որ տենց կրուժվաներ, փայլեր, զարդեր, ես չեմ կարող, միշտ բարձրերի վրա եմ, միշտ ինչ-որ տենց շատ աղասլեն, մազերդ ինչի՞ չես կերատին անում, որ ինքը լրիվ ուղիղ լինի, որ քեզ շատ դերեր տան։ Ես այդ չեմ, ես էս եմ։ Ես չեմ կարա տենց լինեմ։ Հա, մեկ կարելի է ինչ-որ ոճային փոփոխություն։ Իրական երբեմն անգամ մտածում եմ այդ մասին, որովհետև վերջերս արեցինք աֆրո կերպար մեյքափում շատ եմ էքսպերիմենտներ անում ու հասկացա, որ շատ հավես կլներ միշտ ինչ-որ տենց աֆրովիճակներով, փայտից ինչ-որ զարդերով, երկար յուբկաներով, տենց ինչ-որ հետաքրքիր վառ գույների մեջ կնայվեի հետաքրքիր, ես այդքանը գիտեմ ու պատկերացնում եմ ինչ ոչ կսազեր ինձ, բայց ինձ սևի մեջ հարմար եմ զգում, եթե անկեղծ, ունեմ շատ գունավոր շորիկներ, սիրում եմ, բայց այն որ սենց մեկա վերջում գալիս եմ տուն փոխվում եմ, հագնում եմ սև, ասում եմ, չէ, սենց հարմար է ու չգիտեմ, ոճս չեմ փոխել երևի ինստիտուտից սկսած այդպես։ Երբեմն մտածում եմ, որ կարելի է փոխել, բայց հավանաբար վախենում եմ այդ փոփոխությունից։ Հնարավոր է։ Ու ես ինձ այսպես սիրում եմ, չգիտեմ, ես այսպես եմ, չեմ պատկերացնում ուրիշ ձև ոնց կզգամ ինձ։ Նաև երբ որ խոսեցինք body positive-ի մասին, դուք Metax-ի հետ շատ հետաքրքիր համագործակցություններ եք ունենում եւ այդ համագործակցությունները ոգեշնչում են նաև այլ աղջիկներին, ինչպես ստացար առաջարկը նկարահանվելու որպես plus size մոդելի կերպարում։ Իրականում Ռոզալի պրեմիերան էր ու քանի որ 2023 թիվներ Արցախի հանձնումը եւ այլն չգիտենք պրեմիերա ունենալու ենք թե չէ ու մինչև վերջին օրը կարելի ասել տենց հստակ չի եղել, որ մի 3 օր առաջ ենք իմացել, որ լինելու է պրեմիերան, որպես այդպեսին մեծ պրեմիերա, ու ես հասկացա, որ չունեմ շոր, այնպեսի, որ ներկայանամ պրեմիերային, ու սկսեցի փնտրել։ Գնացի տարբեր վարձույթների սրահներ առաջին հերթին ու ոչ միտեղ չէի գտնում այն ինչ ուզում եմ։ Արդեն որ սենց հուսահատված մտածում լավ կարել տամ երևի եթե հասցնեն ու
պատահաբար բերում եմ Metaxay Edge-ը։ Ես իրական համագործակցում եմ ինչ օրս Միլայի հետ, Միլա Վարդցույթի սրահի հետ, բայց այնտեղ նայեցի չգտա այն ինչ ուզում էի, այդ sense ինչ որ ուրիշ բան էի ուզում այդ օրվա համար։ Ու Metaxay Edge-ն ա բերում, որ տենց գնում եմ հաջորդ օրը առավոտյան, ասում եմ որ պրեմիերայի համար, ասում են վայ խնդիր չկա, որը ուզում եք վերցրեք, մի հատ շորիկ են հագցնում իմ հագով սարքում, ու պետքա արդեն մյուս օրը գնամ որ վերցնեմ արդեն ձևափոխած վիճակով, գնում եմ ու մի հատ շորիկ ա կախված, նայում եմ, ասում եմ ես այս շորը պիտի հագնեմ, ասում են այդ հենց նոր ենք ստացել, այդ դաժե չենք որոշել որ տանք էլի, ոչ գին կա, ոչ բան նոր ենք ստացել, ասում եմ ինձ չի հետաքրքրում, ասենց հագնում եմ, վրասել փոքր, մտնում եմ մեջ, ասում եմ ես սրանով, մի խոսքով տենց այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը, մենք լրիվ, այսինքն ուրիշ տեղեր, եթե անգամ նկարվում եմ, ուղղակի որպես մոդել ցույց եմ տալիս հագուստը, Metaxay-ի հետ կոնկրետ body positive-ի մասին է, կոնկրետ, որ չի չաղացնում, իրենց կարգախոսն է, ու ես էլ շատ սիրում շորիկներ ունեն, ես շատ սիրում եմ մեր այդ նկարահանումները, որովհետև կրեատիվ իդեաներ ունեն շատ, ես էլ շատ մեծ սիրով իրանց հետ համագործակցում եմ, արդեն 3 տարի է, 2 տարի է։ Եվ որպես ամփոփիչ հարց, ինչպես եք պատկերացնում ձեր հետագա նպատակները, ընդհանուր եթե գլոբալ, այսպես հեռանկարային տեսնենք մի 10 տարի կտրվածքով, ինչ ես պատկերացնում, ինչ է քեզ սպասվում։ Իմ ամբողջ կյանքի միակ նպատակը ու երազանքը դա երեխա ունենալն է ու ոչ մեկ։ Ես միշտ բոլորին ասում եմ, ես 10 երեխա եմ ունենալու, աղջիկ 2 տղա։ Իհարկե գիտակցում եմ, որ արդեն տարիքը այդքան էլ չի ներում 10 երեխայի, բայց երեխաներ ունենալը իմ կարելի ասել այս պահի միակ մեծ նպատակն է։ Ես շատ դժվար եմ հասել կարիերայում իմ այս հաջողությանը, բայց ուրախանում եմ, որ շատ եմ ուրախանում, բայց մեկը հասկանում եմ, որ ինչքան էլ լինի այդ ու ինչքան էլ լինի բարձրունքի վրա, ինձ քիչ է, որովհետև իմ կյանքի այս մյուս սֆերան դեռ դատարկ է, ու հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, պատկերացումներս այնպիսին են, որ շուտով կլինի նաև այդ գծով փոփոխություններ, կլինի ընտանիք, ամենակարևորը կլինի երեխա, ես կլինեմ լիարժեք երջանիկ, եթե ունենամ երեխա, չգիտեմ ամուսին, եթե կստացվի եւ կարիերայում չդադարեցնեմ կարիերաս, որովհետեւ առանց իմ գործի չեմ կարող ապրել, չնայած կայարան թատրոնում եմ խաղում, ներկայացումներում կամ, բայց էլի ամիսը մի անգամ է լինում իմ կոնկրետ մասնակցությամբ ներկայացումը, պույպույ մկնիկում եմ խաղում, այնպես որ դա ինձ քիչ է։ Սենց որ լինի նկարահանումներ բարբերաբար ու կողքից էլ ընտանիք, ես էլ ոչինչ չեմ ուզի այս կյանքից։ Դե ինչ Լիլիթ ջան, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար, ցանկանում եմ, որ դու այն լիարժեք երջանկությունը, որ ցանկանում ես ինքդ անպայման ունենաս։ Շնորհակալ եմ Թամարա ջան, շատ շնորհակալ եմ, իրական շատ հավես հարցեր էիր մտածել, չգիտեմ ոնց ես ուսումնասիրել ու սենց դիպուկ գտել ես ինչ հարց տաս, որ բացես հյուրին, շնորհակալ եմ, ես ինքս մուլտիմեդիայի դպրոցում եմ դասավանդում ու գիտեմ լրագրության այդ նեղ մասնագիտական խնդիրները, որ շատ հաճախ լրագրողները չեն կարողանում ճիշտ հարցերով բացել հյուրին, դու այսօր կարողացար, քեզ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի ու հրավերի համար։ Ձեզ եւս շնորհակալ ենք մեր սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։